Մարդիկ պնդում են, որ երաժշտությունը հոգու ուտելիքն է, բայց ինչպես գիտենք առանց կոնյակի ուտելիքը կես ճանապարհին է մնում։ Հետևաբար բարի գալուստ, որովհետև շուտով կգա Ներսեսը, կբացի մի կոնյակի շիշը եւ բոլորս կհասկանանք ինչու է այն համարվում հայկական կոնյակագործության գլուխգործոցներից մեկը։ Բարի գալուստ Ներսարի գիշերային շոու։ Շուտով ներս կգա նաև նա, ով իր ձայնով եւ կատարումներով արդեն գերել է հազարավոր սրտեր։ Սարինա Քրոս, նորաստղ Ներսարի գիշերային բեմում։ Իսկ հիմա բուրըն ծափահարություններով դիմավորեք այս բեմի մշտական աստղին, Ներսարի, Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի բարեկամներ, ուրախ եմ կրկին լինել ձեր էկրաններին։ Վերջին շրջանում բոլորս նկատել ենք, թե որքան կարևոր է պահպանել մեր մշակութային ժառանգությունը։ Երաժշտությունը, որպես դրա անբաժան մաս, միավորում է սերունդներին, փոխանցում զգացմունքներ եւ պատմություններ։ Այսօր, երբ աշխարհը արագ փոփոխվում է, կարևոր է պահպանել մեր արմատները եւ ներկայացնել դրանք նոր ձևերով։ Հայաստանում փոփ հաստղ դառնալն ավելի բարդ է, քան նոր տարում ինքնուրույն դիետա սկսելն ու հաջողությամբ ավարտելը։ Մտածեք, նոր երգ ես գրում մեծ երազանքներով լցված, մտքիդ մեջ արդեն հայտնի մարդ ես, մեկ էլ բախվում ես հայկական շոու բիզնեսի դաժան իրականությանը, առաջին խոչընդոտը, ով պիտի լսի քո երգը։ Եթե հանկարծ նոր երգ ես ստեղծել ու նոր պիտի գաս շոու բիզնես, պետք է նախ պատրաստվես, քեզ ոչ ոք չի լսելու, ոչ դա քո մեղքը չէ։ Մարդիկ ուղղակի դեռ լիովին չեն մարսել նախորդ սերնդի երգերը։ Երկրորդ, ինչպես հայտնվել ռադիոներում։ Հայաստանում նոր երգ թողարկելն առանց ռադիոյում հնչելու հնարավոր է, բայց ոչ ցանկալի։ Բայց որպեսզի ռադիոն քո երգը վերցնի, պետք է այն լինի կամ վերամշակված մի հին հիթ, կամ լինի այնպիսի տեքստով, որ կեսից արդեն սկսես մտածել, որ իսկապես այս երգը գիտեն։ Երրորդ, ինչպես նկարել տեսահոլովակ։ Ահա ամենազվարճալին։ Եթե քո բյուջեն փոքր է, ուրեմն պետք է ստիպված լինես մտածել 3 կարևոր տեղանք։ Մի գեղեցիկ աղջիկ կամ տղա, դեպի հրապարակի շատրվաններ երկար քայլելով օրինակ, հա, հյուրանոցային համարի ինտերիեր, որտեղ պետք է տխրես սիրո կորստից, մառախողով լցված դաշտում երգել, որպեսզի շեշտվի քո հոգևոր տառապանքը։ Եթե այս 3-ն ունես, ուրեմն դու արդեն կիսով չափ փոփ հաստղես։ 4-րդ, որքան պիտի տևի քո կարիերան։ Հայկական շոու բիզնեսում նոր երգիչների կյանքի տևողությունը 3 տարուց մինչև 30 տարին է։ Առաջին տարում դու նոր ձայն ես, երկրորդ տարում նույն ձայնն ես, բայց մի քիչ ձանձրալի, երրորդ տարում արդեն թող դադար տա, կարգավիճակում ես։ Եթե հասցնես այս փուլն անցնել, ուրեմն դու ուղղակի դիմաց կունես, կարող ես 30 տարի ապրել։ Եվ վերջապես ինչ անի նոր երգիչը։ Դե եթե որոշել ես այս մոլորակ մուտք գործել, ապա պատրաստ եղիր։ Ոչ ոք չի սպասում քեզ, բայց երբ հայտնվես, բոլորը կասեն, որ քեզ վաղուց գիտեին։ Եթե քո երգը հաջողության հասնի, բոլորն անպայման կփորձեն փնտրել, թե որտեղից ես այն գողացել։ Եթե ձախողվես, կասեն, դե, տենց էլ պիտի լիներ։ Բայց եթե ամեն ինչին պատրաստ ես ու դեռ ուզում ես լինել հայկական շոու բիզնեսի մաս, ապա քեզ մնում է միայն մեկ տարբերակ։ Անպայման գտիր քո մուտքի երգը, թող գա, մնա ու այնպես անի, որ մարդիկ այն երգեն նույնիսկ այն ժամանակ, երբ չեն ուզում։ Հիմա եկեք հարցնենք մեր բենդին։ Տղեկ, բարի երեկո, Rootsline and Friends, վայ, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք, ճիշտ էր ես պատմությունն որ այսքան պատմում էի։ Այո, բայց քանի որ մենք այսքան խոսեցինք հայկական շոու բիզնեսի մասին, այսինքն ես, հա, առաջարկում եմ ես հիմա գնալ բար, ես գնամ բար, դուք նվագեք հայկական շոու բիզնեսից մի գործ, որը հենց հիմա առաջինը կգա ձեր մտքին, ու ես այսօր լսել եմ, որ երբ ես փոխվում էի, Վահեն ինչ-որ նոր տաղանդի մասին է բացահայտել, որի մասին մենք դեռ չգիտեինք, այնպես որ խնդրեմ, գնացինք։ Okay, եկին մտքովս անապատի Anna Pati
Champagne Louis Sopati Anna Pati Arev Anna Pati Angot Kami Otatari Anna Pati Arev Anna Pati Hoknen Nezachi Gesaram Jeri Anna Pati Arev Anna Pati Anna Pati Wow Ո՞նց գործի վայնակ։ Վահե դու ո՞նց մեզ այսքան տարի չես պատմել քո այս տաղանդի մասին։ Ապտե Դες ստացվավ այսօր միամից ստացվավ խոսացինք։ Չեղի տես ցավը տալեմի։ Լավ մի րոպե, բայց մենք քեզ այսքանով բաց չենք թողնելու այս նոր տաղանդի բացահայտումից հետո։ Ես առաջարկում եմ ինձ տալ 10 վայրկյան, որտեղ ես կհասցնեմ պատմել մարդկանց թե ինչ եմ պատրաստելու, հատուկ կոկտեյլ պիտի պատրաստենք, այն անվանել ենք շոու բիզնես, բարձր այսքան խոսելուց հետո։ Եվ ինչպես հայկական շոու բիզնեսում ամեն ինչ խառն է, բայց եթե ճիշտ համադրես, կարող ես վայելել հրաշալի արդյունք։ Եվ այսպես ասեմ, բաղադրությունը V&M 7 տարվա կոնյակ 50 մգ, քանի որ շոու բիզնեսը պահանջում է փորձ ու հասունություն, նարնջի հյութ 40 մգ, քանի որ երբեմն պետք է մի քիչ թարմություն ավելացնել, մեղրով օշարակ 20 մգ, բառացիորեն քաղցր խոստումներ, որոնք միշտ լավ են հնչում, կիտրոնի հյութ 10 մգ, քանի որ առանց մի քիչ թթվաշամի շոու բիզնեսում տեղ չկա, եւ փրփրուն գինի 50 մգ փայլն ապահովելու համար ու վերջում էլ սառույց շոու բիզնեսում սառը գլխով մարդիկ միշտ առաջ են գնում։ Եվ հիմա դատենք սառը գլխով, ինչ ես կխառնեմ այս ամեն ինչը, անգամ երկուսով, որովհետև հյուրիս եւ իմ համար եմ պատրաստում։ Մենք ծանոթանանք Վահի նոր տաղանդին, անցնենք հայկական շոու բիզնեսով եւ ում մոտ կանք կառնի մաֆիան, Վահե։ Երևի Էրիկ։ Երևի որ ասեցիր, ես արդեն գնացի երկ կար, չէ՞, երևիով որ սկսվում էր։ Էրիկ, գնացինք, Էրիկ Կարապետյան, ողջունենք մեր լավ ընկերոջը ու լսենք Վահի մատուցման։ Ես անարդար եմ համարում, որ մենք այսքան ժամանակ չենք իմացել այս մասին ու պահանջում եմ երրորդ կատարումը։ Դե ես իրականում տենց երկել առանձնապես չինեմ, պարոդիա լավ կենեմ։ Շատ լավն էր։ Դե մենք ունենք տենց երկիչներ, այդ չի հարցը, բայց շարունակենք այս էջը ամեն դեպքում։ Okay, ես ենթադրեմ որ երրորդը Անդրեն է, թեպետ որ անգամ էլի մարդկանց կգտնիմ ինչպիսիք են Ծախարութը, Սևագ Ամրոյան, ողջունում եմ ձեզ։ Բայց երևի Անդրեն, էլի ողջույն։ Գնացինք։ Հասա իմ սիրած գործողությանը։ Ծափարենք Վահեին, ծափարենք Անդրեին, ծափարենք Թաթային։ Այո, միանշանակ երգերի օրիգինալ երգերի հեղինակներին։ Վա, դե դու կրակ ընկար սրանից հետո ես հաստատ տարբեր դեպքերում խնդրելու եմ քեզ, որ ունենանք կատարում
նմանակումով։ Շուտ կասես, որ տենց պարապեմ։ Եթե դեմ չես։ Պետք։ Կասեմ, ես ոնց հասկացա դու ունես առանձին playlist։ Լավ, հիմա պատմեմ հեռուստադիտողին կոկտեյլի մասին, ասեմ ինչ եմ պատրաստել, որպեսզի դուք եւս կարողանաք տանը պատրաստել ու միանալ ինձ։ Նախ լցնում ենք Viandam կոնյակը շեյքերի մեջ, որը ես արդեն արել եմ, այս բանը շատ կարեւոր է, որովհետեւ առանց լավ հիմքի ոչ մի բան չի ստացվի, ոչ կոկտեյլը, ոչ երգը, ոչ էլ երգչի կարիերան։ Հետո ավելացնում եմ դանջի հյութ, արդեն ավելացրել եմ մեղրի օշարակ եւ մի քիչ էլ կիտրոնի հյութ։ Հենց այստեղ սկսվում է հետաքրքիր մասը։ Ինչպես որ հայկական շոու բիզնեսում ով ինչ ունի, ավելացնում է լավ խառնում ենք, այնպես ինչպես պրոդյուսերները օրինակ խառնում են երգերի հին ու նոր տարբերակները։ Հետո լցնում ենք մեծ բաժակի մեջ, այստեղից արդեն միանանք իրար։ Տեղափոխեցինք բաժակի մեջ, հիմա պետք է ավելացնել փրփրուն գինի, որ մի քիչ շողշողա մեր կոկտեյլը։ Որովհետև եթե կոկտեյլում փայլ չկա, հəl ոնց հիթ կդառնա օրինակ այդ կոկտեյլը։ Եվ վերջում զարդարում ենք նարնջի շերտերով կամ կիտրոնի օղակով։ Հիմա ես այստեղ ունեմ նարինջու ելակ համադրությունը ու ասեմ, որ սա հենց այն պահն է, երբ շոու բիզնեսի երգը դուրս է գալիս ու մարդիկ ասում են, «Էդում երգն է, վատ չի»։ Ահա մեր շոու բիզնես կոկտեյլը, թեթև, խապուսիկ, թախծրությամբ, մի փոքր թթվաշությամբ, սառույցով, որ սիրտդ կոփի ու Viandam կոնյակով, որ հիշես կյանքը լուրջ բան է։ Viandam կոնյակը հայկական կոնյակագործության արվեստի բացառիկ նմուշն է, որը ստեղծվել է Armenia Wine ընկերության հիմնադիրներ Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքների սիրով ու նվիրումով։ Այս ձեռակերտ գլուխգործոցը միավորում է հայկական տերուարի պարգևած համերն ու բույրերը ֆրանսիական կոնյակագործության լավագույն ավանդույթների հետ։ Խմում ենք այն բոլոր նոր երգիչների կենաց, ովքեր որոշել են մտնել հայկական շոու բիզնես, չնայած բոլոր նախազգուշացումների։ Կհանդիպենք դադարից հետո։ Գնացինք։ Just give me Harlem. Nothing's gonna be there, but you gotta call him. All the soldiers need to break it sometimes. Let's do the groove, you're right. Let it know what you want. No intoxication, unless you see what I see. Dancing on it, sweetie, right in front of me. Oh, call it what you like. Gonna call town beat. This is just another one. I'm gonna get music on my team. Դեվեր, մենք վերադարձանք ամեն բան հիանալի է եւ ամեն բան մեր հսկողության տակ է։ Ես շատ ուրախ եմ, որ հայկական երգերը կան, վեճն էլ հետը ու որն է մերը, որը մերը չի, բայց գիտեք լավը որն է, որ Սփյուռքում էլ հայկական արմատներով մեր հայրենակիցներն էլ են ուզում փորձել շոու բիզնեսի ծանր յափնջին իրենց ուսերին։ Ու ես ուզում եմ հենց հիմա ներս կանչել մի շատ գեղեցիկ երգչու, ով այդպես էլ արել է։ Սարինա Քրոս, դիմավորեք։ Բարի երեկո Սարինա, բարի գալուստ ներս, բարի գալուստ Հայաստան, շատ ուրախ եմ քեզ տեսնել ներսում ու շնորհակալ որ այստեղ ես, ոնց ես։ Լավ, շատ լավ։ Տղեկ, երեխեք ջան, շատ լավն եք։ Շատ, ես լսում էի ներսը, պարում էի ձեր երկերի տակ։ Այո, շնորհակալություն մեր երաժիշտերին, որ միշտ ինձ հետ ներսում են։ Սարինա, խոսենք քո երաժշտությունից, քո երաժշտական ուղուց ու քո երաժշտական ուղին առասարակ շատ հետաքրքիր է ու ոնց սկսվեց քո կարիերան հայկական ու լիբանանյան ժառանգությունը, որ ազդել է քո ստեղծագործությունների վրա։ Այո։ Ուրեմն
Ես հայ եմ։ Ի վերջո հայ եմ։ Ծնվել եմ Բեյրութում։ Երգել եմ շատ տեղեր։ Շատ, որը պատմեմ, որը ասեմ։ Բայց հետաքրքիր է նա, որ ես մենակ երգում էի, ասենք, անգլերեն, սպաներեն, ֆրանսերեն։ Ես չէի երգում հայերեն, հուներեն, արաբերեն, չկար էդի իմ մոտ։ Վերջը կամաց սկսեց։ Երբ սկսվեց դա, ինչից հետո։ Ինչից հետո խապել էի մեկին։ Մեկին խապել էի, որ ես հունարեն եմ երգում։ Ահա։ Հետո ստիպված սովորեցի։ Ստիպված սովորեցի։ Ես հենց ուզում եի խոսել այդ բազմալեզու երգերի մասին, որոնք դու կատարում ես, ու ոնց ես կարողանում համադրել տարբեր մշակույթների երաժշտական ավանդույթները քո կատարումներում։ Չգիտեմ, էդի օգնեցնում այն։ Շատ տարբեր մշակույթներ Շատ են լեզուներ կա, շատ, ասենց ամեն մի լեզու, ասենք, ուրիշ ձևի է, ասենց ուրիշ ձևի ես մտածում։ Նույնը չի։ Էմոցիաներն են ուրիշ, զգացողությունները։ Տարբեր է, լրիվ տարբեր է։ Բայց մինչև հիմա կարող եմ անեմ, տենանք մինչև երբ։ Քո ուրեմն Ան Էյսայի Էնա Աստերի երգը, իդե ճիշտ ասեցի։ Վերրագիրը, այս կատարումը շատ մեծ ճանաչում ստացավ։ Այո։ Ինձ թվում է շրջադարձային եղավ նաև քեզ համար, ոնց փոխեց սա քո կարիերան ու ոնց ես դու վերաբերվում ես փորձին։ Ինքը ճիշտ Բայց ես ասած ճիշտ ասեցի անունը։ Անիսեն Աստերի։ Անիսեն Էնաստերի։ Ինքը ճիշտ ասած ավելի բինգյոլներ փոխել։ Ոնց որ երկեցի բինգյոլը հունական այդ Սինի Յամաս շոյի մեջ, հայտնի շոյ է ինքը։ Բինգյոլը ավել սենց ոնց որ բան արեց, սենց օ հայուհի է, Հունաստան է երգում, էս մի քիչ ավելի բան։ Ակտիվացավ, հա։ Բայց Անիսեն Աստերին շատ ուժեղ երգ է, դղեք ռե մինոր կտակ ինձ մի հատ։ Անիսեն Աստերի Που στα φέρει στην άδεια μου ζωή. Այդենց։ Գնաց։ Αν είσαι ένα αστέρι που φως θα φέρει στην άδεια μου ζωή, ποτέ μη σβήσεις, ποτέ να μην μ' αφήσεις, ποτέ να μην χάθει η αγάπη αυτή. Μα όνειρο αν είσαι, τα φώτα σβήσε στα όνειρα να ζω. Μην ξημερώσει, ποτέ να μην τελειώσει, μέσα μου μείνε να σ' αγαπώ. Շնորհակալություն Սարինա, իմպրովիզ կատարման հավ։ Այդ թող մնա զրույցի ընթացքում։ Միշտ երկել եմ, այսօր։ Հրաշալի է։ Այո, գանք համագործակցությունների մասին նաև խոսենք, որ դու ունեցել ես շատ հետաքրքիր համագործակցություններ Մաթայոս եւ Կոնստանտինոս Սախուրիդիս։ Այո, եղբայրների հետ։ Պատմի նաև մեզ այս համագործակցության մասին։ Okay, ուրեմն ես որ խապել էի այդ վաղտ, որ ես հունարեն եմ երգում։ Սոստիպած սովորել եմ հունարեն։ Իրենց էիր խապել են։ Չէ։ Սախուրիդիս եղբայրներին։ Չէ, իրանց չէի խապել։ Ուրիշ մեկին էի խապել։ Ուրեմն որ սովորեցի ես հունարեն երգելը բան։ Գնացել էի ուրիշ երկրում էի, հետո գնացել էի Բեյրութ, ասացի okay, մի հատ վիդեո անեմ, դնեմ Facebook։ Okay։ Ու շատ հայտնի երգ եմ երգել, էպիստրոֆես, կատաստրոֆես, շատ հայտնի հունական երգ է։ Ուրեմն գցել եմ Facebook, առավոտ հելել եմ 1 միլիոն վյու կա այդ վիդեոյի վրա։ Վաու։ Մի քանի ժամում։ Հա։ Ու այս Սախուրիդիսները տեսել են այս վիդեոն ու գրել են պապայիս։ Ասել են որ կարան քո աղջկան կանչենք Հունաստան, այս Ստինի Յամաս շոյի մեջ, ու դենց էլ սկսեց իրանց հետ աշխատելը։ Շատ հետաքրքիր է։ Ու ես կյանքում չէի կարող պատկերացնել, որ ես մի օր, ասենք, Հունաստանում ճանաչված եմ լինելու կամ հունարեն եմ երգելու։ Ու այդ օրը դարձավ փաստորեն շրջադարձային ու հետո հայտնվեցիք Հունաստանում, ոնց եղավ շարունակությունը Սարինի։ Շարունակությունը, որ գնացի Հունաստան, հելա այս Ստինի Յամաս շոյից, որ ինքը շատ հայտնի շոյ է Հունաստանում։ Ու ես չէի իմանում, էլի, որ շատ հայտնի շոյ է։ Ուրեմն այս շոն
էլի դրել են YouTube, հաջորդ օրը հելել եմ, վայ, էլի ժողովուրդը շերեր են ալել, բան, ոնց կարա հայուհի հելնի դուց, բան։ Դենց սկսեց, մինչև հիմա։ Հունաստանի հետ կապը կա, արդեն բնականաբար ակտիվ կապ բավականին։ Միշտ։ Երբ ընտրում ես ու մեկնաբանում երգեր կամ հա տարբեր մշակույթներից, ոնց ընթանում է ստեղծագործական process-ը։ Ոնց ես դու քո մոտեցումը բերում ես երգի վրա, ինչ աշխատանք ես տանում ու ոնց ես ընտրում երգը, որ պետք է երգել։ Հիմա մի բան կա, որ ասում են այդ երգը, որ դու չես հավանում, այդ երգը լավն է։ Ասենք։ Բայց ես կյանքում չեմ կարա մի հատ երգ երգեմ, որ ես այդ երգը չեմ սիրում, ասենք, չհավանեցի, ասենք։ Հա, սրտիդ չկպավ։ Սրտից չկպավ, հա։ Բայց պետք է ազգամ, էլի։ Զգացմունքն այն մոտ ավել կարևոր, քան թե նայ օքեյ այն մոտ, որ ասենք 1 միլիոն վյու բերեմ, բայց այդ երգը իմ համար կարող է ավելի կարևոր լինի, քան թե ասենք մի երգ անեմ, որ չսիրեմ, որ 10-15 միլիոն երգ բերի իմ մոտ։ Հա, սիրտը։ Բայց դա պետք է ոնց որ փոխեմ մի քիչ։ Չէ, այդ լավ բան է, իրական շատ լավ բան է, որտեղ հա, այստեղ գայթակությունները շատ են, բայց ես վստահ եմ, որ սրտին մոտ երգերն ավելի լավն են ու հա, չէ։ ավելի ուրիշ։ Ես պետք է հասկամ երգը շատ։ Հա, որտեղ sense միշտ բանով եմ երգում, զգացմունքով եմ երգում։ Խոսենք զգացմունքների մասին ու տարբեր լեզուների դեպքում ոնց են աշխատում էմոցիաները, հա, ու այդ շատ տպավորիչ է այդքան լեզվով երգելը, բայց ինձ նաև շատ հետաքրքիր է, որ լեզվին օրինակ որ չգիտեմ, էմոցիոնա համապատասխան քո փորձի ըստ արդեն, հա, որ օրինակ չգիտեմ, սիրո մասին պետք է երգել այս լեզվով, տխրության մասին այս լեզվով, չգիտեմ, կարոտի մասին այս լեզվով, ոնց ես դու զգում արդեն, որ մի լեզվում ու ոչ մի երաժշտական ոճում ես ավելի քեզ լավ զգում, կոնկրետ ինչ-որ բանի մասին երգելիս։ Շատ հետաքրքիր հարց է։ Ես ոնց եմ պատասխանել։ Նայ, մոտ։ Օրինակ սեր որ լեզվով ես ամենաշատ ուզում երգել։ Կամ տխրությունը, որ լեզուն է քեզ ամենաշատը։ Տխրությունը հունականն է հաստատ։ Ահա, ասած մռմռցնող բան կա, չէ՞։ Մռմուռ կա, հա։ Սերը իմ մոտ հայերենն է։ Հայերենը սիրո լեզուն։ Հա։ Վաու։ Yeah։ Ու արաբերենը մի քիչ sense, ոնց որ խառն երկուսից էլ ունի։ Բայց իմ մոտ բանը որ, ինձ թողել ես գնացել ես, չեմ ուզում ես այսօր խմում եմ, հունարենն է հաստատ։ Ես նոր եմ բացահայտել ինձ համար, այսինքն ոչ թե նոր եմ բացահայտել, նոր եմ ֆիքսվել արաբերեն լեզվի վրա, որպես շատ սիրուն լեզու, ու ինձ շատ է դուր գալիս, օրինակ չգիտեմ, վերջին շրջանում արաբական ռեփ արտիստների եմ բացահայտել, որոնք ինձ շատ հետաքրքիր են ու շատ ականջահաճո է արաբերեն ռեփը իրականում, որ ես էլ կյանքում չէի պատկերացնի, որ մի օր Մազբոտ հաբիբի Yalla habibi mashallah, esem երկու բառ։ Լավ, ինչպես է տարբեր մշակութային ծագում ունեցող հանդիսատեսը արձագանքում քո բազմալեզու կատարումներին, որտեղ միևնույն է դու ունես playlist, որ գնում ես համերգի, երգում ես ոչ միայն մեկ լեզվով տվյալ երկրի։ Էլի դժվար է։ Նայ, որ ես գնում եմ համերգների, ամեն տեսակ ազգ գալիս է որ ինձ լսի։ Բայց իրանք ոնց որ սպասում են իրանց լեզվով երգեմ։ Բայց ես ասում եմ միշտ, որ ոչ մեկ չնեղանա ինձնից այսօր, ամեն լեզու երգելու եմ, բայց կամաց, էլ որտեղ գալիս են, Սարինա ջան, կարաս ես երգես, Սարինա ջան, արաբ ասեն կամ հույն կամ բան, բայց այդ մի քիչ դժվար է իմ մոտ, ստրես եմ տանում, բայց արդեն սովորել են ոնց որ ժողովուրդը։ Չէ՞։ Կարծում եմ, հա, որտեղ ամեն դեպքում չի դադարում, հա, հետաքրքրությունը, ակտիվությունը։ Չի կարա լինի իմ մոտ, որ ես հելնեմ, մի լեզվով համերգ տամ։ Այդ իմ մոտ չի լինելու։ Քանի լեզու է լինում մինիմում, Սարինա։ 7։ 7, վաու։ Քանի լեզվին ես տիրապետում, բայց սրանցից որոնցով երգում ես, որ։ Նայ, երգում եմ, ասենք հունարեն, արաբերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Վաու։ Ուրիշ ինչ մոռացա։ Իսկ 7 հատ ասեցինք։ 6 հատ։ 6։ 6, 7-րդ։ Հայերեն։ Հա, 7-րդն էլ ես Բեյրութում մի հատ հայտնի բրազիլցիների հետ էի աշխատում, which is Portuguese. I used to sing Portuguese իրանց հետ։ Բայց Պորտուգալերեն են։ Հա։ Բայց դա բան է։ Սենցա չէ, ավելի շատ։ Oh, conte maya boca ya de soba։ Տենց երկեր էին երգում, բայց դա
ոնց որ իմ բանն էր starting սկիզբներն էր, հա։ Բայց 6 հատը հաստատ լինում է, ասենք Valentine-ի օրով ֆրանսերեն պետք է երկես։ Ասենք je t'aime պետք է երկես, չէ՞։ Միանշանակ։ Բայց դե ֆրանսերեն խոսում եք կարծում եմ, որտեղ Լիբանանում խոսում ֆրանսերեն, արաբերեն խոսում եք։ Մենք դպրոց սովորում ենք հայերեն, ես հայկական դպրոց եմ գնացել, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։ Այդ 4 լեզվին էլ վստահաբար տիրապետում եք։ Պիտի լինի։ Հրաշալի։ Լավ, գանք նորից ստեղծագործություններին եւ քո վերջին Պոտապաս թողարկումը, չէ՞, ճիշտ եմ ասում։ Լավ, բայց Պոտապաս։ Ահա, ցուցադրումը շատ դինամիկ վոկալի հնարավորություններ է, հա, լրիվ ուրիշ մի հատ տեսանկյունից տեսնում ենք ու լսում ենք Սարինային։ Այ ինչն է vocation-ում է այս երգի համար, ինչն է որ մղեց, որ ես ես ուզում եմ անել ու ոնց ընդունեց հանդիսատեսը ինչ արձագանքներ եղան։ Ուրեմն ես երկը գնացել էի Կիրիակոս Պապադոպոլոսի մոտ, որ ինքը շատ հայտնի երկրող է Հունաստանում։ Ասեցի երկ եմ ուզում քեզնից 2-3 հատ տենց։ Ու սկսեց դնել երկերը։ Այս երկը որ լսեցի, կպավ։ Ասի ուզում եմ էսի հասկացա։ Միանգամից հասկացա։ Միանգամից հասկացա, այս երկը իմն է։ Տենց եղավ։ Ինձ նաև շատ հետաքրքիր է այս նույն թեմայի հետ կապված, որ կարող ենք ասել, որ այս երգով դու սկսում ես նոր երաժշտական ուղի, նոր սթայլ, նոր ոճ, թե այս մեկը ինձ դուր եկավ արել եմ։ Չէ, դուր է գալիս անում եմ, ոնց որ։ Կարող են լինել նաև այլ աշխատանքներ։ Okay, մարդիկ ովքեր սիրում են, լսում են ու սպասում են Սարինա Քրոսից նոր նորությունների, նոր գործերի, 2025 թվականին ինչ է սպասվում այդ մարդկանց։ Լիքը երկեր։ Շատ, շատ, ասելու են, վայ, Սարինա, զզվծրեց իրել, մի գծի երկ, այդքան երկ եմ դնելու։ Ակտիվ ես լինելու։ Քո Հայաստան այցելությունների քանակից խոսենք, ինչքան հաճախ ես լինում Հայաստանում, աշխատանքային այցերով ես հիմնականում այստեղ։ Այո, այսօր այս անգամ որ ես եկել եմ Հայաստան, եկել եմ Արման Հովհաննեսյանի կոնցերտի համար։ Այո, բայց ես ամեն տարի գալիս եմ։ Ուզում եմ միշտ գամ, բայց մի քիչ դժվար է լինում իմ համար, որտեվ շատ եմ գնում ուրիշ երկրներ, շատ եմ աշխատում, ասենք ու լոսից որ ստեղ գաս, բան, բայց ուզում եմ մի հատ շատ սիրուն մեծ համերգ անեմ ստեղ Երևանում։ Այս տարի։ Այս տարի չի։ Այս տարի չի կամաց։ Այս տարի դեռ չէ։ Չէ, այս տարի դեռ չէ։ Հայերեն երգեր սպասվում են 2025-ին, նոր հայերեն երգեր։ Լիքը։ Հրաշալի։ Շատ ուրախ եմ, որ եկար ներս, Սարինա, շատ ուրախ եմ, որ մեզ տվեցիր քո դրական էներգետիկան, քո լավ էմոցիաները։ Շատ շնորհակալություն նաև քո գործունեության համար, հայկականությունը չմոռանալու համար, շատ ողջավորված եմ նաև քո հայերեն խոսելով, որտեղ մենք, եթե քեզ անկեղծ ասեմ, նախքան ծանոթանալը նախապատրաստվել էինք երկու տարբերակով, նաև անգլերեն հաղորդում ենք նախապատրաստել, որտեղ եթե բարձր որ դու այդքան լավ չես խոսում հայերեն, պիտի անգլերեն նկարեինք հաղորդումը, բայց ես հիացած եմ քո հայերենով ու շատ ուրախ եմ դրա համար։ Ու կսպասեմ քեզ նորից ներսում, նոր աշխատանքներով եւ գուցե արդեն նաեւ հայաստանյան համերգի մասին պատմելու համար։ Բայց մենք քեզ այսքանով դեռ բաց չենք թողնում, ունենք խաղ, որի մասին եւ դու եւ հեռուստադիտողը կիմանաք շատ կարճ դադարից հետո, այնպես որ մնացեք ներսում։ Ես ու դու չենք միանալու Իմասին ոչ մի բան չես իմանալու Հույսեր են նոր սեր քեզ ես չեմ տալու Գնա ինձնից ու հեռու Հասկացիր ես ու դու չենք միանալու Իմասին ոչ մի բան չես իմանալու Հույսեր են նոր սեր քեզ ես չեմ տալու Գնա ինձնից ու հեռու Շարունակում ենք Ներսարի գիշերային շոուն եւ հիմա խոստացված խաղի ժամանակն է, Սարինայի հետ խաղալու ենք ռևերս, մեր ամենասիրելի խաղերից մեկն է սա ներսում։ Սարինա, շատ հեշտ խաղ, լսում ենք երգը մի քանի վայրկյան հակառակ հնչողությամբ եւ ով առաջինը կռայից թե որ երգն է հնչում, սեղմում է կոճակը ու ասում
Թե որ երգն է, ու իսկ հետո կլսենք արդյոք ճիշտ էր պատասխանը։ Յալլա։ Գնացինք, յալլա։ Սարինան կասի, այո։ Բայց դու արեցի։ Չէ, Հաստատ։ հա, Ես եմ հաստատ։ այո։ Չես խափում։ Չէ, Մեր այգում կեվ չի Հաստատ է, լինի, հաստատ։ յանս բարայգում կեվ չի լինի, յանս բարայգում։ նույն պահին հասկացանք այդ պատմը։ Չէ՞ որ այդ երգն է, որտեղ մի հատ նոտակար որ հուշեց մեզ։ Երկրորդը լսենք։ Ասեմ ես, բայց քեզ կտանք միավորը։ Հա, Որտեվ հենց էլի ձեռքս բերում էի դու ասեցի։ հա։ Իր հետ արի երկենք, 3, 2, 1։ Օրեր, օրեր։ Լավ խաղացող է։ Այս խաղի մեջ չեն ձգում։ Ես բայց բան եմ շոկի մեջ եմ, որ իմանում եմ երկելը։ Ստացվեց, երրորդ երգը։ Գնաց։ Յա, Սիրտ, Հա։ ինձ ասա։ Հաստատ։ Լսեք։ Վետամուկության, չորորդ երգը լսենք։ Կրումա։ Չէ։ Հա, օքեյ։ Հա, թաթայա, բայց որ երգն է։ Անաբադիա չէ։ Ես չէի հասկացել որ երգն է, տեմբրը հասկացել էի, բայց Okay։ որ անապատը չի լինի զուտ։ Հաջորդը։ Վերջին թրեքը մնա։ Ասա, արամ է, բայց որ երգը։ Մի րոպե։ Մի հատ եք դնեք։ Քավորնա, հա, քավորնա, չէ։ Կանչե քավոր ջանանի առանց քեզ մեկ մի հատ շուտ կանչե Սարինան եկավ, տեսավ եւ հաղթեց։ Այսպես է պետք վերադառնալ հայրենիք։ 4-1 հաշվով։ Սարինա, այս խաղը ինձ չեն հաղթում։ Հա։ Ասեմ իմանաս, հա։ Էպես որ իսկ շնորհավոր։ Շատ լուրջ է։ Շնորհավոր։ Իրականում շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ որ եղար ներսում, շատ ուրախ եմ ներզրույցի համար, շնորհակալություն որ քո դրական էներգիան փոխանցեցիր մեզ ու վստահ եմ որ դեռ կրկին կհանդիպենք, ինչպես սկզբում ասացի զրույցի, կսպասենք արդեն քո հայաստանյան մենահամերգի Անպայման քննարկումների համար ներսում։ Շնորհակալություն։ Եվ այսպես, ինչպես Արսենն արդեն ասել է, ժամանակն է գնահատել իսկական համերը։ Իմ ձեռքում է Վիենդեմ 7 տարվա կոնյակը, շատ կոնյակներ գոյություն ունեն, բայց սա ինչպես ասում են, հոգու կոնյակ է։ Կոնյակը պետք է վայելել համի յուրաքանչյուր շերտը զգալով։ Ճիշտ այնպես, ինչպես լավ երաժշտությունը։ Մեր կոկտեյլը շատ լավն էր ստացվել իրականում, առանց ավելորդ համեստության, բայց երգն ավելի քան կլրացնի այն։ Սարինա, մենք շատ խոսեցինք, բայց գիտենք, որ այս պահին վստահաբար մարդիկ սպասում են քեզնից որևէ մեկ կատարում եւս լսելու, վայելելու այդ շանսն ունենալու եւ հուսով եմ, որ եկել հասել ես ներս, մենք հաղորդման վերջում կլսենք քո կատարումներից մեկը ամբողջական։ Անպայման։ Վերջ։ Այնպես որ այս պահին կարճ դադար, որից հետո մենք կվայելենք Սարինայի կատարումը, իսկ ես այսօր այսքանով ձեզ ասում եմ բարի գիշեր, շնորհակալություն որ մեզ հետ եք եթերում Ներս արի գիշերային շոուն էր։ Մնացեք բարով, կհանդիպենք։ Հաջողություն։ Na esta vodia pos mi su Pome timoron puseho hasi Θέλω να σε το ομολογώ Άλλη τέτοια νύχτας μη περάσει Θέλω να με νιώσεις Να μη με προδώσεις Θέλω να σ' ακούω να μου λες πως μ' αγαπάς Θέλω να με νιώσεις Να μη με προδώσεις
Después de Dios nos να ξέρεις τις ώρες πως μετρώ σαν πληγές στο σώμα μου επάνω είναι πόσες φεύγουν να σε δω τα πεθάνω θέλω να με νιώσεις να μην με προδώσεις θέλω να σ' ακούω να μου λες πως μ' αγαπάς θέλω να με νιώσεις να μην με σκοτώσεις πες πως δεν τελειώσαν όσα Μάνα μου, θέλω απόψε όσα νιώθω να σου πω πως μετάνιωσα για όλα σ' αγαπώ μακριά από σένα, μόνο σε μένα εγώ έκανα κακό Είσαι όλη μου η ζωή, αίμα μου κι αναπνοή στην καρδιά μου είσαι μόνο εσύ ό,τι έχω κι αγαπώ στήριγμα μοναδικό όσα θέλω μάνα να σου πω Խրատները քո աղոտները տից Միշտ պրկել են այս կյանքի քամիներից Քո նուրբ ձեռքերը, քո սեր աչքերը թանկ են ինձ ամեն